թե ով է Մարին։ Փաստորեն դու ինձ չէիր մոռացել, հա, Վարդան։ Ես կարամ քեզ մոռանամ, Անի ջան։ Դու ինձ համար այնքան բան ես արել, որ… Դե լավ, չսկսես ինձ գովել։ Արի մի բան պատվիրենք, հետո մեր զրույցը կսկսենք, լավ։ Ինձ սև սուրճ խնդրեմ։ Ինձ էլ։ Էլի ինչ-որ փորձանքի մեջ ես ընկել։ Ես չեմ ընկել, Անի ջան։ Ինձ մի շատ հարազատ մարդու են ձերբակալել։ Կին թե տղամարդ։ Կին։ Իսկ ինքը քեզ բարեկամուհի է, թե ընկերուհի։ Երկուսն էլ։ Երկուսն էլ։ Տարիներ քեզ չեմ փոխել, Վարդան։ Անի ջան, ես լրիվ ուրիշ պատմություն է։ Իմիջալոց շատ երկար։ Լավ, ես ուղիղ 1 ժամ քո տրամադրության տակ եմ, կարող ես սկսել։ Անի ջան, միջև սկսելը կարող եմ քեզ մի բան խնդրել։ Խնդրիր։ Մեր զրույցից հետո կլինի, որ միասին գնանք բաժին, դու հանդիպես այդ աղջկան։ Խոսես հետը, ոգևորես, որովհետև ինքը շատ ծանր դրության մեջ է, շատ է խառնված։ Կլինի, բայց այդ դեպքում դու քո պատմությունը պատմելու համար ունես կես ժամ։ Ես պետք է պատմեմ ճիշտը, չէ՞։ Միայն։ Ասում ես խորթորը գոմում վառել է։ Այդ լավ էլ ծանր հոդված է։ Ես դատավճռի հետ կապ չունեմ։ Միջայլոց Մարին իմ ներկայությամբ զանգեց և օգնություն խնդրեց։ Վարդանից, իր նախկին ընկերոջից։ Ես շատ շուտ հասկացա, որ Վարդանը ինձ ընկեր չի։ Ինքը անընդհատ իմ ու տղուս հետ պրոբլեմներ էր ունենում։ Իսկ ինչն էր դրա պատճառը։ Մարին, իսկական անունը ոնց էր, չեմ հիշում, լավ էդ կարևոր չի։ Վարդանը իբր բարեկամ էր Մարին։ Նրանք ոչ մի ազգակցական կապ չունեն։ Դե իրանք տենց էին ներկայանում։ Բայց ես էլ արմանս էլ զգացինք, որ Վարդանը սիրահարված է Մարիին։ Ու ամեն ինչ անում է, որ Մարիին հեռու պահի, արմանից ես։ Փաստեր ունեք։ Դե փաստը որն է։
Արդանը ամեն ինչ անում էր, որ Մարիին համոզի, իբր Արմանը իրեն արժանի չի։ Բայց ամենայն դեպս Մարին Արմանի հետ ամուսնացավ։ Փաստորեն Վարդանին չհաջողվեց խանգարել նրանց միասնությունը։ Բայց ես վերջին դեպքերից հետո սկսեցի կասկածել, որ այդ ամեն ինչը կարող է իրանց երկուսի կողմից սարքած խաղեր, որին մենք հավատացինք։ Նրանք ասելով ի նկատի ունեք Վարդանին եւ Մարիին։ Կարծում եմ Մարին հենց այնպես չամուսնացավ Արմանից հետ։ Երևի այդ նախորոք մտածված ծրագիր էր։ Ինչով կարող եք ապացուցել դա։ Ապացուցելը ձեր խնդիրն է։ Ես ուղղակի մի բան կարամ ասել, որ Մարին Արմանին երբեք էլ չի սիրել։ Իսկ Արմանս գժի պես սիրահարված էր Մարիին։ Ու Մարին էլ օգտվեց արդից։ Այսինքն դուք մտածում եք, որ Մարին անմիջական կապ ունի Արմանի անհետացման հետ։ Եվ նա այդ քայլին դիմել է հանուն Վարդանի։ Չգիտեմ։ Ամեն ինչ շատ մութ է։ Համաձայն եմ։ Ես հիմա հենց դա էլ ուզում եմ պարզել։ Ամեն ինչ արեք, որ այս գործը շուտ պարզվի։ Ես պետք է հանդիպեմ Վահագի հետ, անպայման պետք է հանդիպեմ, պետք է բացահայտեմ այս գաղտնիքը։ Բարև Մարին։ Բարև ձեզ։ Ես Անի Մկրտչյանն եմ, քո դատապաշտպանը։ Դու կարող ես ինձ անունով դիմել։ Ես այստեղ եմ Վարդանի խնդրանքով։ Դու ճանաչում ես, չէ՞ նրան։ Այո։ Մարի, Վարդանն ինձ ամեն ինչ պատմել է քո ու քո անցյալի մասին։ Իրականությունն է պատմել։ Ես պետք է Վարդանի հետ խոսեմ։ Փաստորեն դու ինձ չհավատացիր, հա։ Լավ։ 99 թվական։ Դու գիշերանոցով ահա որ վախեցած քայլում ես մայրուղով։ Դու ձեռք ես մեկնում մի մեքենայի, որը կանգնում է, դու նստում ես մեջը։ Մեքենայի ղեկին Վարդանն է։ Հուսով եմ այսքանը բավական է, որ դու սկսես վստահել ինձ, թե շարունակեմ։ Չէ, բավական է։ Մարի, ես այստեղ եմ, որպեսզի պաշտպանեմ քո շահերը։ Ու հնարավոր ամեն ինչ կանեմ, որ դու չհայտնվես ճաղերի հետևում։ Ես շանսեր չունեմ։ Դու մասնագիտությամբ դիզայներ մոդելավորող ես, այնպես չէ՞։ Այո, բայց դա ինչ կապ ունի։ Հենց էդ է, որ ոչ մի կապ չունի իրավագիտության հետ։ Եթե դու շանսեր չունենայիր, ես հիմա այստեղ նստած չէի լինի, Մարի, հավատա ինձ։ Չէ, Հայկ, հարևանների հետ համագործակցելու հարցում մեր բախտը չբերեց, ախր շատ թանկ է բազարն։ Համոմոռացել ես, որ մենք մեր հարևանների 30%-ի հետ ենք խոսացել, ընդամենը։ Դուք ինչ կապ ունի։ Ընդհանուր պատկերը ստացանք արդեն։ Համո դու հիշում ես մենք ում հետ ենք խոսել։ Հիշում ես։ Անուններով։ Չէ։ Մենք խոսել ենք այն մարդկանց հետ, ովքեր հողագործությամբ են զբաղվում։ Հող են մշակում ու այդ աշխատանքով փող են վաստակում։
Էդ են մարդիկ են, ովքեր գիտեն շուկայական գները եւ իրենց ապրանքը էժան գնով չեն տա։ Այսինքն մենք պետք է աշխատենք Սեդայի նմանների հետ, հա? Որոնք իրենց հողամասը չեն մշակում։ Չէ համո։ Սեդան ընդհանրապես չի մշակում իր հողը։ Մենք պիտի խոսենք այն մարդկանց հետ, ովքեր եւ հող են մշակում, եւ ուրիշ աշխատանք են անում։ Մենք պիտի համագործակցենք հենց այդ մարդկանց հետ։ Բայց նրանց ապրանքը շատ քիչ կլինի։ Համաձայն եմ, բայց այդ մարդիկ շատ են անում, շատ։ Եթե քո ասելով շատ են, բա ինչի դրանցից ոչ մեկին չհանդիպեցին։ Որովհետեւ հիմա նրանք աշխատանքի են համո։ Ուրեմն դուրս ա գալիս, մենք պիտի սպասենք, մինչև իրանք աշխատանքից գան, հետո նոր հետները հանդիպենք, հա։ Չէ համո, մենք չենք սպասի։ Մենք հիմա կգնանք աշխատելու։ Հենց որ խորը շունչ քաշի ու վեր կաց։ Երեք ձեր գնալուց հետո մի տղա էր եկել, ձեզ էր հարցնում։ Ես գիտեմ ով ա եղել Գորիկ ջան։ Ինքը քո տղան էր։ Գորիկ ջան, մաման աշխատանքի ա գնացել։ Հա, Երեք երբ այդ տղեն եկավ։ Սեդան տանն էր։ չէ, մաման ուշ եկավ։ Տրամադրությունը ո՞նց էր գալիս։ Համո։ Լավ Գորիկ ջան, մենք գնանք աշխատենք։ Եթե ջուր պետք լինի, կբերես, չէ։ Մաման տխուր էր, ինձ հաց տվեց ու գնաց սենյակ պարկեց։ Հիմա բերեմ։ Չէ, հետո կբերես։ Գորիկ ջան, բեր։ Բեր բալես։ Բայց լավ սարացրու նոր բեր։ Այ, Չխոսես։ Ես մամային ոչինչ չէի ասում։ Ինքն էլ չէր նկատում։ Հնարավոր է, որ նկատում էր, բայց չէր ուզում քեզ հետ այդ թեմայով խոսել։ Չէ, հաստատ չէր նկատում։ Ինքը չէր կարող նկատել ու ցույց տալի փրված մի բան չկա։ Իսկ նա քեզ ինչ էր ասում։